Ինչ է կատարվում թատերական աշխարհում, պարոն Ղազանչյան, եւ ինչու եք թույլ տալիս։ Երանի ինձնից կախված լիներ թույլ չտալը։ Ու այս պարագայում իհարկե ես արդեն քանի օր է զարմանք եմ ապրում, տարակուսանք։ Իմջայլոց ասեմ, մենք էլ վարչությունը նամակ ուղեց քաղաքապետին, նկարագրեց իրողությունը, որ այսպես չի կարելի, որ սա հետապնդում է, հիշեցնում, եւ մենք առաջարկեցինք միջնորդի դեր կատարել, առաջարկեցինք քննարկում կազմակերպել եւ քննարկման ընթացքում ընդհանրապես պարզել ինչ է տեղի ունենում, որովհետեւ այն պատճառաբանությունը ու այստեղ հարցը գիտեք ինչ, Էմին Թորոսյանը չի խնդիրը։ Խնդիրը մոտեցումն է, ընդ որում տեսեք դեպքեր են լինում, որ ես չեմ խոսում, որովհետեւ ինչ որտեղ ներքուստ ընդունում եմ այդ փոփոխությունը եւ ինքս էլ գտնում եմ, որ փոփոխության ժամանակը եկել է, բայց այս պարագայում երբ որ գործ ունենք պրոֆեսիոնալ մարդու հետ, մարդ, որն իր կրթությամբ լիովին համապատասխանում է տնօրենի պաշտոնին, ավարտել է Թատերական ինստիտուտը, ավարտել է մենեջմենտի կուրսեր, աշխատել է քաղաքապետարանում, գիտի այդ համակարգը նաև վերևից, կիրթ անձնավորություն, գրագետ անձնավորություն, պարկեշտ անձնավորություն, այսինքն ազատել նրա համար, որ մի քանի հրավիրատոմս ավել է տվել, լավ ես ուզում եմ հարց տամ, ենթադրենք այդ հրավիրատոմսերը չէր տվել եւ դահլիճում այդ տեղերը դատարկ էին մնալու, ինչ էլիպտի հանեին դրա համար, էլիպտի ասեին, իհարկե չէ, այստեղ իմջայլոց ասեմ իր էլ ազնվությունն է եղել, որ հաշվետվության մեջ նշել է, որ այսքան հրավիրատոմս է տվել, իր ազնվությունն է, մարդը նշել է, այ այսքան հրավիրատոմս է տվել, բան դա չէ, ուրեմն այսպես չի լինի։ Եթե դա խախտում է, իսկ դա խախտում չի, որովհետև թատրոններ կան, որ ներկայացում լրիվ հրավիրատոմսով են խաղում, համերգներ կան շատ պատկառելի, շատ հեղինակավոր կոլեկտիվների, որ ամբողջ պարտերը հրավիրատոմս է լինում, ուրեմն նստեք ու բոլորին հանեք։ Այդ ինչ եղավ 9%-ը ընդ որում, ընդհանուր հանդիսատեսի քանակի 9%-ը, 9 քանի, 9.6 էր, 9.4 էր, Էմինը ասեց, աբսուրդ է այս պատճառը, աբսուրդ է եւ այո, ճիշտ ասվեց, որ մի քիչ կոլեգիալ համերաշխություն այնուամենայնիվ պետք է լինի եւ ես չեմ կարծում, որ մեր աշխարհի մարդը իրեն թույլ տա համաձայնվի գալ թատրոն ու աշխատել որպես տնօրեն։ Ես դա չեմ պատկերացնում, որտեվ նման դեպքեր եղան, չէ, մեկին ընդունեցին տնօրեն, որ լուծարման, որ թուղթ ստորագրի, հետո էլի դուրս եկավ։ Եվ նրան սևացրին, Այո, դե ես չգիտեմ ինչի վրա էր հույսը, կամ ուր էր խելքը, որ գնաց այդ քայլին։ Կոչ է կանում, որ այդպիսի միամտություն չանեն եւ հպատակ։ Ես գիտեք ինչ, վերջին հաշվով հաղթում է նա, ում ձեռքին է ուժը, իրավունքը, վերջին հաշվով այդպես է, որովհետև նման դեպքերի միշտ ես հանդիպել եմ եւ այսպես է, բայց այս պարագայում ես գտնում եմ, հիմա վերջին հաշվով որոշումը կայացվել է քաղաքապետի, Աստծո հրովարտակ չի, էլի, կարելի է եւ այդ որոշումը չեղարկել, սառեցնել, նկատի ունենալով ես չեմ ուզում բացառել, այսպես ասեմ, նախ ես իմ ընտրած ճանապարհով նկատի ունեմ թատրոնը, ես պարտավոր եմ լավատես լինել, ես պարտավոր եմ այնպես անել, որ դահլիճից հանդիսատեսը մի քիչ հույս փայփայած դուրս գա, այնպես հիասթափված դուրս չգա, դա մեր աշխատանքի կրեդոն է, բայց այս պարագայում ինչու՞ չէ, հնարավոր է։ Եվ ես մի չգիտեմ, դրա մասին ես միշտ մտածում եմ, գիտեք, ներքին օկակներում է ամեն ինչ լինում։
Օրինակ ես չեմ կարծում, որ վարչապետը գիշերները չէր քնում ու մտածում էր Գոյ թատրոնը փակելու մասին։ Ես չեմ կարծում, որ քաղաքապետը գիշեր-ցերեկ մտածում էր, թե ում բերի տնօրեն էստեղ։ Ավելի ցածր օղակներում ցավոք սրտի, իսկ նրանց մեղքը նրանումն է, ասենք վերադասի մեղքը նրանումն է, որ չեն հանդիպում։ Այսինքն ես դեռ քաղաքապետին միայն հեռուստացույցով եմ տեսել, հեռուստատեսությամբ եմ տեսել։ Մի անգամ չի եղել, որ ինչ որ հարցով, օրինակ նախկին քաղաքապետը դա անում էր, Արմեն Սարգսյան, չէ, եթե չեմ սխալվում, նա անում էր։ Այդ առումով շատ կիրթ մարդ էր եւ փոքր ժամանակվանից թատրոն գնացած, թատրոնը իմացող մարդ էր եւ դա երևում էր։ Լավ կլինի, որ մեզնից լսեն կարծիքներ։ Դուք ասում եք ժամանակը ցույց է տվել, որ ուժն է հաղթում։ Այս դեպքում կամքը կարող է այդ ուժը լինել, միասնականությունը եւ կամքը եւ հաղթել ձեր նկարագրման գուցե չիմացության մեջ, այսպես մանիպուլացված քաղաքապետ։ Ամեն ինչ հնարավոր է, ես չեմ բացառում։ Ամեն ինչ հնարավոր է, ես շատ ուզում եմ, որ այդպես լինի։ Ես շատ ուզում եմ, որ նախ քաղաքապետը կանչի իր ստորադաս պաշտոնյաներին, ասի, եթե այսպիսի իրավիճակ էր, ինչի եք ինձ դնում վատ վիճակի մեջ։ Այս անգամ խնդրեցին, պահանջեցին։ Դա նաև արել են հրապարակային գիտեք ինչ, ըստ երևույթին, դե մենք էլ ենք արել, ըստ երևույթին որոշումը արդեն ստորագրված է եղել։ Ես ենթադրում եմ, այսօր է հայտնի դարձել, որ ստորագրված է, բայց ես ենթադրում եմ, որ դե մի 2 օր առաջ էր, ես ենթադրում եմ, որ ուրբաթ օրը արդեն ստորագրված է եղել որոշումը։ Ես այդպիսի ենթադրություն ունեմ, ինչևէ մենք մի երկրում ենք ապրում, մենք ուզում ենք լավ թատրոն լինի, մենք ուզում ենք լավ հասարակություն լինի եւ մենք նաեւ ուզում ենք, որ այս մարդկանց ձայները, որ նստած էին, միայն ընտրությունների ժամանակ պետք չլինեն մարդկանց։ Ես ուզում եմ, որ միշտ այդ նավագոտնի կլիպների այո, պետք է որպեսի այդ երկխոսությունը կայանա։ Սկանբան, իսկ ընդհանրապես նաև ես այստեղ եմ ոչ միայն նրա համար, որ միության նախագահն եմ, նաև այստեղ եմ, որովհետև 21 տարի այս թատրոնը ղեկավարել եմ։ 21 տարի եւ այստեղ իմ ընկերներն էին խոսում, ես նայում էի արդեն Արմենը Սանթրոսյան։ Մի քիչ դժվար է քայլում, բայց հույս ունենք, որ կուղվի, հանրային դեպս մեր անվանի դերասանը իր տեսակը մենք երկրորդ այսօր չունենք այդ թատրոնում հայ բեմում։ Մի խոսքով թատրոնը նորմալ աշխատում է, շատ ճիշտ ռեպերտուարային խաղացանք է ընտրված, այսինքն հայ դասականները Նարդոս, Ռաֆի չեն բացակայում, ինչպես նաև համաշխարհային դասականներ։ Մի խոսքով Էմինը շատ ճիշտ աշխատում է, շատ պրոֆեսիոնալ աշխատում է եւ ելի եմ ասում, ես այս ամեն ինչի իմաստը մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ։ Դուք համարում եք, որ սա կարող է ուղղակի ներկուսակցական փոքրիկ խարդավանքների պատճառ լինել, то есть ինքը խարդավանքներ են եղել ինչ որ մարդկանց ուզել են այստեղ գործ ուղղել, որպեսզի իրենցով անեն նաև այս թատերախմբին։ Հնարավոր է այսպիսի որոշում լինի, որը հետո քաղաքական կամ վարչական որոշման է վերածվել։ Քաղաքական չգիտեմ, չեմ կարող, դե դա պարզվեց բամբասանք է, դա բացառվեց, որքան ես գիտեմ, այդ տարբերակը բացառված է, այդ մյուս անուններն էլ որ հնչեցին, էլի ես ուզում եմ հավատամ, որ դա բամբասանք է դեռևս, որովհետև դեք ինչ ժողովուրդը, երբ որ ինֆորմացիա չի լինում ընդհանրապես, մարդիկ սկսում են ենթադրություններ անել իրենք Ես հանրային դեպս անուններ չէի տա, որովհետև հետո կարող է ինձ էլ քանի անգամ մեկ ստեղ են ուզում նշանակել, մեկ ընդեղ են ուզում նշանակել, անընդհատ ես գրել եմ հարգելի բարեկամներ, ես նման մտադրություն չունեմ։ Մի խոսքով կարող է հիմա էլ նման խոսակցություններ են։ Չեմ ուզում, ինչ վերաբերում է ձեր ասածին, ձեր հարցին, ավելի շուտ անձերի հետ է սա կապված ավելի քիչ ես կարծում եմ քաղաքական, որովհետև պատանի հանցատեսի թատրոնն ինչ որ քաղաքական ինչ որ դա կապ չունի։
դա կապ չունի կոլեկտիվն էլ ազատ մարդիկ են, այնպես մի կարծեք, որ մեկից կարող է վախենան ինչ որ բան ասեն, նույն այդ մարդիկ, որ այսօր ելույթ ունեցան, իրենք ազատ մարդիկ են եւ միշտ էլ իրենց կարծիքը ունեցել են եւ Պարոն Ազանյան, դուք զարմացրիք, որ ասացիք, ես քաղաքապետին երբևէ չեմ հանդիպել, Տիգրան Ավինյանին, ով նաեւ փոխվարչապետ է եղել եւ այս ամբողջ ընթացքում ակտիվ գործիչներից մեկն է։ Համենայն դեպս նա ձեռք մեկնել է արվեստագետներին իր կողքին կանգնեցնելու, նկարվելու նրանց հետ։ Դուք նկատել եք ազգային ժողովի նախագահն էր փորձում իր համար դաշնամուր նվագեին մեր արվեստագետները, բայց ձեր հայրը ժամանակին Լուսավոր Ղազանչյանը անընդհատ կապ ուներ եւ նա կարողանում էր կանգ թելադրել, աշխատեցնել նաև վարչական աշխատողներին։ Ինչու է ձեր կապը այդքան խզված քաղաքային իշխանության հետ։ Թատերական գործիչների միությունը պես հանակ մասխարա չի, էլի։ Այդ հարցը երևի իրենց տակ ավելի ճիշտ կլինի։ Այսինքն դուք Ես դրա պատասխանը չգիտեմ։ Չէ, ես ինչ փորձեմ։ Ես ինչ փորձեմ, չէ, Սուզի ջան, մի րոպե, այնպես չի, որ մենք ինչ որ հարց լինում է, չենք աշխատում իրար հետ։ Ուղղակի այն աշխատավոճը, այն համագործակցությունը, ասեմ, որը կար մինչև մի 3 տարի, ասենք 4 տարի, դա հիմա չկա։ Չէ, նախարարության հետ աշխատում ենք, դե նախարարին էլ չեմ հանդիպել, բայց Դանիելյանի հետ շատ հաճախ հանդիպում ենք, մեր ներկայացումներին լինում է, այնպես այդ կարող էին այդ ակտիվ շփումները փրկել եւ թատրոնի առողջ միջավայրը եւ այսպիսի իրավիճակները, ու ձեր հեղինակավոր կարծիքը իրավիճակը բեկեր շատ ավելի արագ, քան ոմանք գորշ։ Այսինքն ինչ եք առաջարկում, Չէ, ինչ ես անցած նամակներ ստանում եմ ինչ որ հարցեր, չէ, այնպես չի, եղել է աջակցել են, Արտավազդին են աջակցել կանոն քաղաքապետարանը, նախարարությունն է, ես նախարարությունից մենք աշխատում ենք գումար չուզել ոչ թատրոնը, մեր Պարոնյան թատրոնը։ Վերաբերմունք պահանջել գոնե Դե վերաբերմունք պահանջում ենք, եթե հարց լինում է, ես հանդիպում եմ Դանիելյանի հետ եւ խոսում եմ, որպեսզի նա փոխանցի։ Չէ, Մաչիլ ջան, եթե իրենց պետք է, որ իմ կարծիքը լսեն, իսկ այսօրվա այս իրավիճակը ցույց տվեց, որ պետք են, որովհետև լսում են ինչ-որ արբանյակների, ինչ-որ խորհրդավոր մարդկանց, որոնց մասին ենթադրում ենք, բայց չգիտենք ովքեր են, միայն ենթադրում ենք, եւ այդպես կադրային քաղաքականություն են վարում, որպեսզի այսպիսի սիտուացիաներ չլինի, մեկ անգամ եւս ես հիմա այս կամերաների առաջ ասեմ, մի խուսափեք հանդիպ, այդ դիմել է վարչության անդամները դիմել են, բոլորը ստորագրել են նամակի տակ, դիմել են ձեզ, հանդիպեք, պատանի հանդիսատես թատրոնի հարցով չէ, ընդհանրապես հանդիպեք, ասեք ինչ է պետք անել թատրոնում, թատրոնի մասին օրենք չկա, թատրոններից գեղարվեստական ղեկավարի հաստիքները կամաց վերանում են, դեռ չեն հանվել, բայց իրավունքները լրիվ վերացել են, այսինքն մենք աշխատում ենք կոնկրետ մեր սերունդը, մեր հեղինակությունների հաշվին, ընդամենը, բայց ըստ էության, հիմա կարող է իմ փոխարեն մի երիտասարդ լինի ստեղծագործական ղեկավար, ասի ուզում եմ բեմադրեմ այս պիեսը, տնօրենը կարող է ասի չէ, ես նպատակարար չեմ գտնում, դրանով հարցը Գասպարյանի հեղինակությունը օգտագործում այո, բնականաբար։ Թատրոնների միավորման մասին ինչ կասեք, պարոն Ղազանչյան, ինչքանով է արդարացված այդ միավորումը։ Այնքան չեմ ուզում այդ թեմայով խոսեմ, որովհետև որքան խոսում եմ այդ թեմայով, տպավորություն է, որ հեսա լինելու է դա։ Անկեղծ ձեզ ասեմ, դրանից ավելի մեծ հիմարություն չկա։ Թատրոնը կենթանի օրգանիզմ է, միասնական օրգանիզմ է։ Այդ օրգանիզմը ոնց որ մարդուն դարձնեն մի ուրիշ մարդու հետ դարձնեն ոնց է կոչվում, սիամական երկվորյակներ դարձնեն։ Այդ դա էլի նստած, հիմա կաբինետներում նստած ինչ որ ենթադրություններ են անում։ Այսինքն պատանի հանդիսատեսի թատրոնը ենթադրենք միացրեցիք կամ մի ուրիշ թատրոն, ենթադրենք միացրեցիք մյուսին, ինչ եք շահում դրանից։ Ինչ է դա տալիս, մեկը թող ինձ բացատրի։ Մի երկու հաշվապահի հաստիք եք էկոնոմիա անելու։
Ինչն է դա ձեզ տալու։ Էկոնոմիան կարելի է իրենց պարգևավճարների հաշվին եւ ծառայողականների հաշվին անել։ Դե, այդ չգիտեմ, այդ արդեն, բայց ըստ էության թատրոն, քանի որ հարց տվեցիք, ցավալի է, դա հիմարություն է։ Եթե մտածվում է այդ մասին, որ մի ընդհանուր տնօրինություն լինի, այսինքն մի նախարարություն լինի, հետո դրա վրա էլ մի ուրիշ նախարարություն լինի, հիմարություն ընդհանրապես։ Պարոն Ղազանչյան, ինչ կասեք այն մասին, որ թատրոններում սկսել են ազգային թեմաներով դասական գործեր բեմադրվել եւ այս թատրոնում բեմադրվեց եւ արդեն տարիուկես բավականին հաջող կերպով խաղում են Ռաֆու Խենթը, իդեպ ներկա եղել եք թե ոչ։ Այո, ներկա եղել եմ։ Խոսակցություն եղավ, որ միգուցե հենց Խենթն է Անգամ վարկած էին կապում, որովհետեւ որևէ պաշտոնյա ներկա չգտնվեց պրեմիերային, դրանից հետո էլ ներկա չեն գտնվել, ինչպես հասկացանք արտիստների խոսքից, եւ անգամ դա զուտ իմ լրագրողական նրբանկատությամբ եմ ասում, մենք երեկոներին չենք կարողանում այդ ներկայացմանը գալ մասնակցել, շատ արագ վաճառվող տոմսեր են եւ դրանք միայն ցերեկային ժամերին են դրվում։ Արդյոք այստեղ չկան ճնշումներ, մենք Էմինիս Թորոսյանը այս մասին չկարողացանք մենք հրավառություն ստանալ։ Չեմ կարծում։ Ազգային գործերը մերժված Չեմ կարծում, որ Խենթը դասական գործ է, Ռաֆու գրքերը վաճառվում են, բոլորի տանը կան, ուզում եմ ասեմ, արգելելու համար պետք է այդ գրքերը հավաքվի, վառվի, այսինքն դա հնարավոր չի, չեմ կարծում, որ ներկայացումներ պատճառը, այստեղ պատճառը զուտ անձնական մի երկու ըստ էության մանկլավիկների, այլ կերպ չեմ կարող, էլ վատ խորհուրդներն են իրենցից վերև գտնվող ուրեմն հարթություններին։ Եվ կարելի է այդքան ոչ խելամիտ գտնվել եւ զոհել թատրոնը եւ թատրոնի մթնոլորտը այդպիսի որոշումների, այսինքն Ավինյանի տեսանկյունից կարելի է, էլի եմ ասում, պետք է հաճախակի կազմակերպի հանդիպում թատրոնի ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ես չգիտեմ։ Գիրք չի կարդացել։ Ես չգիտեմ։ Համենայն դեպս ֆեստիվալները լրիվ իրենց ճաշակով են, այդ կիսացկցկոցները եւ ես հաճախ եմ օպերայի դահլիճներում նկատում Ավինյանին, ընդ որում մինչեւ վերջ դահլիճում նստում է։ Ինչ ասեմ։ Ճաշակի հարցը։